2, 3, 4. Mama John! Ես պասին աղթի չեմ բրծելը, հորից ես բարբացակ, այն կեզ բաներան։ While I'm alone, who's let me dream a little dream of me. Հարու խորովածի մասին ենք ենք դնել, տեչ օր չկարով։ Հայաստանում ընտրությունների դրսից միջամտելու մասին եմ ուզում ես խոսեմ այսօր սիրելի հանդիսատես, հեռուստադիտող եւ հետևորդ։ Մենք գիտենք, որ Հայաստանի հանդեպ տարվում է բավականին լուրջ հիբրիդային պատերազմ, դա մենք զգում ենք բոլորս, մեր մարշի վրա ենք զգում, ամեն օր լսում ենք բուռն էմոցիաներ առաջացնող ինչ-որ պատումներ, նարատիվներ, խոսակցություններ, ինտերվյուներ, տարբեր մարդիկ խոսում են ինչ-որ տարբեր բաների մասին, որը մեզ նյարդայնացնում է, այ օրինակ ինչն է նյարդայնացնում, կամ ինչն է ապաթիա առաջացնում ժողովրդի մոտ ընտրությունների վերաբերյալ, հիմա դեռ դրա մասին կխոսենք, որ մեկը ոչինչ չի փոխվի, մեկը կպեն անցնելու, եթե անգամ չանցնի էլ այս կուսակցությունը, ապա որևէ այլ կուսակցություն էլ եթե լինի, միևնույն է բան չի փոխվելու, կամ այ հեսա 300,000 ադրբեջանցի է գալու Հայաստան, ինչ պիտի անենք, Հայաստանը դատարկվում է, Ալիևը ինչ որ ասել է, միշտ արել է, նու կարելի է ցանկ շարունակել իհարկե, դա առաջացնում է բացասական էմոցիաներ մեզ մոտ, խթանում է արտագաղթը, խթանում է իրար հանդեպ ատելությունը, ընտանիքներում անգամ մարդիկ հաշտ չեն ապրում, կռիվ են անում իրար հետ, տարբեր թեմաների շուրջ եւ կոպիտ ասած կյանքը փչանում է Հայաստանում։ Ավելի քան համոզված եմ, որ այդ խոսույթների, այդ գաղափարների մեծ մասը դրսից ներմուծված է։ Ներմուծված է Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ այլ ոչ բարեկամական, չասեմ թշնամական, կամ միգուցե եւ թշնամական երկրների կողմից։ Մեր դեմ աշխատում է մի հատ մեծ մեքենա մեր կյանքը փչացնելու համար։ Դա պատերազմի մի այլ տեսակ է, որը կոչվում է հիբրիդային պատերազմ։ Միակ առաջարկությունս այն է դրա դեմ պայքարելու, այն է, որ յուրաքանչյուր նյութ, որ ընկնում է ձեր ձեռը սոցիալական ցանցից, որը բուռն բացասական էմոցիա է առաջացնում, երբեք դրան մի տրվեք։ Ինչպես են բացասական էմոցիաների դեմ պայքարում, հա, խորը շունչ քաշեք, սառը ջուր խմեք, հասկացեք խոսքը ինչի մասին է եւ սկսեք վերլուծել։ Սկսեք կարդալ, եթե հետաքրում է իհարկե, այլ նյութեր դրա հետ կապված եւ հաստատ կհասկանաք, որ այդ լուրը fake է։ Հիմա Ադրբեջանից վերադառնալու այդ 300 հոգի վերադառնալու կապակցությամբ, հա։ Բազմից ասել է իշխանությունը, որ այդպիսի խոսք չի եղել, այսինքն այդպիսի բանակցությունների կամ ադրբեջանցիների հետ խոսելու ժամանակ նմանատիպ քննարկում սեղանին դրված չի։ Չկա այդպես բան։ Ադրբեջանում խոսում են դրա մասին, դե մոտարապես այնպես ինչպես մեզ մոտ խոսում են Ղարաբաղ վերադառնալու մասին, չեմ ուզում հավասարության նշան դնեմ, ուղղակի խոսում են։ Կամ
Հայաստանը հետ բանը ծովիցով սարքելու մասին եւ նմանատիպ ինչ որ տենց խոսակցություններ, հա, բայց մեր այդ հիբրիդային պատերազմի գործիքները շատ թույլ են եւ մեր ճշտամիների մոտ այդպիսի էմոցիաներ չի առաջացնում, որքան ես գիտեմ, բայց մեզ մոտ առաջացում է նախ մենք դժված, պարտված կողմն ենք այսօրվա դրությամբ եւ այդ էմոցիաները մեզ մոտ շատ ուժեղ են։ Մա պատկերացնենք 3 միլիոն բնակչություն եւ ասենք մի օր բողջեք հավաքում են բոլորը ու գալիս են Հայաստանում ապրելու։ Ժողովուրդ ջան, մի այդ ձեզ դրեք իրենց տեղը։ Որքան որ մենք ենք իրենցից զզվում եւ վախենում, երկու այդքան իրանք, որովհետեւ իրանք մեր հետ խնդիր ունեն, իրանք մեր հանդեպ ունեն շատ մեծ ատելություն եւ իրենք շատ վարված են, որ ժամանակին պարտվել են։ Հիմա մենք էլ ենք վարված։ Հիմա դուք պատկերացրեք, որ ասում են, չէ, Ղարաբաղցիները, թե նույն Ղարաբաղցիներին վերցնենք, Ալիևը ասել է, ուզում եք ստեղ ապրել, հարց չկա, պասպորտը փոխում եք, գալիս եք ապրում եք, մենք էլ ձեր անվտանգությունը պահպանում ենք, ծառայում եք մեր բանակում, մեզ վրա աշխատում եք, մեր համար հարկեր եք մուծում, դրամը չի շրջանառվում է ադրբեջանական այդ մանաթայեզին զիբիլա եւ այլն, որևէ մի հատ Ղարաբաղցի գտեք, մի օքի գտեք, որը հիմա համաձայն է այդ պայմաններում ապրել։ Իհարկե ոչ մեկ չի, որովհետեւ դա անվտանգությունը չի ապահովում ոնց որ այդ մարդկանց եւ ոչ ոք խելքը հացի է չի կերել։ Բոլոր են էմոցիոնալ ինչ որ տենց պատկումները, որ ահա եկեք վերադառնանք, այդ մեր հողն է, մեր տունն է, մեր եկեղեցիները, մեր գերեզմաններն են, բոլորը կանգ են առնում այն պատի դեմ, որ դա անվտանգ չի եւ մարդիկ միանգամից սառում են։ Շատերը սառում են, շատերը պատերազմ են տենչում, էլի վերադարձնելու բան։ Հասկանում եմ, ցավը շատ մեծ է, մեզ համար էլ է շատ մեծ, բոլորիս համար է մեծ, բայց կան իրողություններ, որի հետ մարդկությունը այսպես հաշտվում է, մարդիկ հաշտվում են անգամ տնից տեղից հեռու իրենց ամենամոտիկներին, զավակներին կորցնելու դեպքում, ուր մնաց տուն, տեղ, հող, հայրենիք կորցնելու դեպքում չհաշտվեն։ Դա ինչ վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին։ Անկլավների հարցը, այ անկլավները տվեցին, հիմա տալու են, ինչ պիտի անենք, հեսա կգան, կնստեն մեր ճանապարհներին, մենք չենք կարա գնանք գանք, ընդեղ մարդիկ են ապրում, ինչ պիտի անենք եւ այլն։ Անեշի որ այդ հարցը չկա, իհարկե կա այդ անկլավների հարցն կա, եւ քանի որ մենք էլ ընդեղ անկլավ ունենք, եւ հավասարության նշանով երբ որ ասենք վերցնենք, իհարկե իրենց անկլավները մեզ համար կենսական նշանակություն ունեն, իսկ մեր Արցվաշենը եղած یا չեղած, ներողություն եմ խնդրում բոլոր արցվաշենցիներից, ես խոսում եմ ուղղակի զուտ աշխարհագրական դիրքի մասին, այլ ոչ թե որպես հայրենիք, բայց ես կասկածում եմ, որ ադրբեջանցիք այդ քայլին կգնան, որովհետև եթե Արցվաշենը որոշեն, որ փոխանակում են, էլի հետ են բերում ամեն ինչ, ապա պետք է ունենա կապ Հայաստանի հետ։ Ինչ կապ ունենալու։ Մենակ օդային կապը բավական չի, ուրեմն ճանապարհապետ, ուրեմն կորիդորա պետք, այսպես ասած, բանապետ, այլ միջանցք, ու եւ այլ, այսինքն դա այնպես մի հատ խառը հարց է, որ այդ հարցը մանիպուլացնել ամեն վարքյան կարելի է։ Եվ դա էլ է դրսից ներմուծված ինչ որ մի հատ թեմա է, որը մեզ նյարդայնացնում է։ Երկրորդ թեման ինչի մասին ես կուզեի խոսել, դա այնա, որ ասում են, թե ոչինչ չի փոխվելու, ինչ էլ չանեք նույնն է մնալու եւ այլն։ Բազմաթիվ անգամներ մենք համոզվել ենք, որ հասարակական կարծիքը նշանակություն ունի։ Ես կարող եմ հասարակական կարծիքը եւ ժողովրդի ցանկությունը, հա,
դեմոկրատիկ պետությունում եւ անգամ կիսադեմոկրատիկ պետություններում ունի նշանակություն։ Մենք ամեն անգամ դա տեսել ենք, դա մեր մաշկի վրա զգացել ենք, բայց այնուամենայնիվ չենք հավատում։ Հիմա կասեմ, թե ինչպես ենք զգացել, որ հանգարց չկարծեք, թե այդպես այդ հարցից խուսափում եմ, հա։ Ամենաթարմ դեպքը վեդիում եղած դեպքը, հա, երբ որ երկու հատ տարես տղամարդ սեքսուալ բռնության են ենթարկում երիտասարդ, ասենք ինչ ջահել երեխեքի, հա, ծածկը դմփոց էր արված, տեղի ոստիկանություն, բան չէ, չգիտեմ, իրար բերան թքած էին, թե ուղղակի նամուս չունեին, ուղղակի չգիտեմ, անուղեղ անկենցաղ ինչ որ տենց բոմժեր էին, չգիտեմ ովքեր էին, դրանք ովքեր որ չեն արձագանքել, պատկան մարմիններին ես նկատի ունեմ, բայց բավական էր բարձրանալ հասարակական աղմուկ, իշխանությունն էլ տեսավ, բոլորն էլ այնտեղ գործից հանեցին, այդ մարդկանց էլ բռնեցին, հիմա ես համոզված եմ այդ երեխաներին, որոնք որ ցավոք այսպես թե այնպես ունեն մտավոր խնդիրներ կլինի իհարկե անվճար հոգեբանական աջակցություն, նու ես ենթադրում եմ, որ այդքան աղմուկից հետո էդ էլ կլինի։ Բավական էր հասարակությունը ձայն հաներ եւ հարցը լուծվեց։ Դե այլ օրինակներ չբերեմ, հա, ասենք հեղափոխություն, չգիտեմ իշխանապողություն, եւ այլն։ Եվ այդ պատումը, որ իշտում է մեր գլխին, արա դե մեկա ոչինչ չի փոխվի, ուզում ես գլուխը տուր պատին, հետարքիր է, քանի անգամ պիտի կանգնենք նույն փոցխի վրա, որ հասկանանք, որ ոչ ակտիվ քաղաքացու, ակտիվ քաղաքացիների մի զանգված, որ հավաքվում է եւ խոսում է միշտ պարբերաբար եւ այսպես հետեւողականորեն նույն խնդրի մասին անպայման խնդիրը լուծվում է։ Եթե իհարկե մենք հյուսիսային Կորեա չենք, հա, ու հուսամ որ չենք, դրա համար պետք չի միանգամից տրվել դրան, որ ընտրությունների ժամանակ մեկը բան չի փոխվելու, մեկը չի, չէ, ժողովուրդ ջան, այտենց չի։ Բոլորդ գնացեք ընտրություններին, բոլորդ քվեարկեք, բոլորդ մասնակցեք եւ եղեք ակտիվ, կներեք համոզված լինելով, որ կարելի է ինչ-որ բան փոխել։ Այդ դրսից ներմուծված է, հաստատ, բոլոր այդ էմոցիաները, բոլոր այդ խոսակցությունները, այդ գաղափարները, որոնք մարդուն բերում են այսպես դեպրեսիայի, բերում են անգործության, ապաթիայի, դա դրսից ներմուծված գաղափարներ են իրականում։ Տեսեք, եւս մեկ օրինակ բերեմ, որը շատ ցայտուն օրինակ է եւ շատ ցավոտ մեզ համար։ Իշխանությունը վերարտադրվելու համար ուզում է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենա։ Իդեպ այդ որ ասեմ վերարտադրվելու համար, ես դա որպես քննադատություն չեմ ասում։ Յուրաքանչյուր իշխանություն ուզում է վերարտադրվի եւ դա նորմալ է, դա կենսական պահանջ է, ինչպես մարդ ուզում է ապրի, այնպես էլ յուրաքանչյուր կուսակցություն, որ հասել է իշխանության, ուզում է ապրի, որովհետեւ դուք գիտեք, երբ որ մնաց արդեն դուրսը, երբ որ նա իշխանություն չեղավ, արդեն կամաց այդ կուսակցության իմաստը ոնց որ կորում է, հա, դառնում է անդիմադիր, էլի պիտի պայքարի, բան հազիվ հասել են իշխանության։ Վերադառնանք։ Հիմա իշխանությունը վերարտադրվելու համար խաղաղություն է ուզում։ Այդ դեպքում այդ ցանկության մեջ հասարակության եւ իշխանության բանը ցանկությունները համընկնում են բնականաբար։ Ունենք տարբեր մոտեցումներ, հա, որ դա լիարժեք խաղաղություն չի, որ դա ժամանակավոր զինադադար է, բայց հեսա սկսվելու է, այդ դարձան ուրիշ հարց է։ Բայց այն որ բոլորս ուզում ենք խաղաղություն, դա պարզ է։ Եվ Թուրքիայի հետ իշխանությունը ուզում է նորմալ հարաբերություններ ստեղծել։ Ինչա պետք։ Թուրքիայում
դարեր շարունակ այս վերջի 100 տարվա ընթացքում հերքում են հայոց ցեղասպանության հարցը եւ չեն ընդունում, որ եղել է այդպիսի բան։ Ես դեռ էի շատ երիտասարդ էի 20 տարեկան մոտարապես եւ սովորում էի Բրյուսովի անվան պատմա-անգլիական ֆակուլտետում եւ դեռ այն ժամանակ դասախոսները մեզ դասախոսություններ են կարդում, պատմում էին 15 թվի մասին եւ ասում էին, որ Թուրքիայում կա այդպիսի մի գաղափար, որ եկեք բացենք արխիվները, սկսենք փորփրել եւ տեսնենք ով է մեղավոր, ով չի մեղավոր, ինչպես եղավ, ինչպես ստեղծվեց, ըստ երևույթին այն ժամանակվանից դա տենց մի հատ նարատիվ կա։ Ըստ հաստատ կա։ Ես երիտասարդ եմ, բայց հիշում եմ։ Դեժավյու է մոտս էլի։ Ինչի համար են ուզում բացեն դոկումենտները, բաները այդ Թուրքիան։ Նախ եւ առաջ միշտ որ բացում ես ինչ որ հարցի շուրջ դիսկուսիա, ընկնում է կասկած։ Կան բացահայտ ճշմարտություններ, որոնք որ դիսկուսիա չեն պահանջում։ Արևը ծագում է արևելքից, ասենք հիմա այդպես դիսկուսիա բացեմ այդ թեմայով, ասեն դու աննորմալ ես, այնա երևում է, այնա բացվում է։ Բայց կան հարցեր, որոնք որ այնքան է։ Դու գիտեք, որ կան մարդիկ, որոնք ասում են, որ երկրագունդը տափակ է։ Կա մի ստվար զանգված մարդկանց, որ հավատում է եւ ապացուցում է քեզ ինչ ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց խելոք կրթված մարդիկ են նենց չի որ բոմժեր են նենց չի որ աննորմալ են մտային խնդիրներ են չէ իրենք շատ տուրջ ասում են երկինքը տափակ է ժողովուրդ ջան տափակ է ինքը ես խնդրում եմ բոլոր հետևորդներին ով որ լսել է կամ տեսել է այդպիսի մարդկանց խնդրում կոմենտ գրեք այդ թեմայով ես դա իմ ֆանտազիայի բանը չի էլի արգասիկը չի որ կան այդպիսի մարդիկ եւ այդ թեմայով բացում է դիսկուսիա արդեն կան ինչ որ գիտական ինչ որ տես թեզեր գրքեր հասարակություններ ինչ որ տես կլուբեր հա ակումբներ որտեղ որ մարդիկ հավատում են որ երկինքը տափակ է փոքրամասնություն են իհարկե բայց մենք չգիտենք վաղը ինչ կլինի հա հիմա Թուրքիան ուզում է բացել այդ փաստաթղթերը։ Նու նախ եւ առաջ ժողովուրդ ջան, մենք Հայաստանում երևի թե մի երկու կամ մի հոգի ունենք, ով որ գիտի օսմաններ են։ Արխիվները օսմաններեն են։ Բնականաբար այն ամենակարևոր թղթերը, որը որ ապացուցում է հայոց ցեղասպանությունը, վաղուց ոչնչացված են։ Եվ այդ դիսկուրսը բացելու դեպքում ոնց որ դու այն նույն ընթացքը հայոց ցեղասպանության ճանաչման, հա, ոնց որ կանգ առնի, ասես սպասեք հələ, այ դու ուզում ես նոր ճանաչել հայոց ցեղասպանություն, հələ որ մի ճանաչի, մեր դոկումենտները բացել են, մի հատ տեսնենք ինչ է, ոնց որ գիտեք ինչ է, ոնց որ դատավարության ժամանակ, երբ որ մարդուն դեռ չեն դատել, ասում են ամերիկյան կախավարկած կա, հələ սպասեք մի հատ տեսնենք, պարզա գիտենք, որ մարդասպան է, բայց դատավարությունը չի պրծե, էթիկայի կանոններից ելնելով մենք դեռ դրա մասին չենք խոսում։ Եվ այդ փաստաթղթերը ուսումնասիրելու, վերականգնելու այդ կեղտոտ բազարը սկսելուն կարող է գնա դարեր։ Մենք գիտենք, որ հասարակ մի հատ ինչ որ դատավարություն մարդը կնոջից ուզում է բաժանվի, ասենք կնիկն էլ է մեռնում, մարդն էլ է մեռնում, երեխեք ամուսնանում են, բայց հենց չեն բաժանվում, որովհետև դատական բանը տենց է աշխատում։ Նույնն էլ է դա, պատկերացնում եք քանի հատ սիմպոզիում, պատկերացնում եք ինչքան բան տենց գիտական աշխատություններ, դեսերտացիաներ ու բաներ կծնվեն այդ process-ից, որ դու սկսես արխիվները բացել եւ ուսումնասիրել։ Այսինքն, այդ պատումը, այդ նարատիվը թուրքերը ես ինքս հիշում եմ, ես ավարտել եմ ինստիտուտը, Բրյուսովի ինստիտուտը 86-87 թվին մոտավորապես այդ խոսակցությունը իմ բանակ գնալուց առաջ էր, ես 18 տարեկան էի, դե հաշվեք քանի տարի առաջ արդեն որպես սովետական մարդ ես հիշում եմ, որ խոսում էին դրա մասին Թուրքիայում։ Այսինքն դա իրանց սեղանին դրած է, այդ նարատիվը, այդ խոսակցությունը, այդ բազարը, ոսկեղենիկ հայերենով ասած, արդեն իրենց մոտ կա։ Եվ դա ներմուծվում է Հայաստան։
Ներմուծվում է ոնց։ Իշխանությունը սկսում է փորձել։ Այ եթե մենք այսպիսի մի խայծ գցենք ժողովրդին, այսպիսի մի միտք գցենք, ինչպես նրանք կընդունեն։ Անդրանիկ Քոչարյանը վերակենում ասում է, այո, մենք պետք է պարզենք, մենք պետք է բան անենք, տեսնենք հաշվենք քանի օքի ամերե, անուն, ազգանունով, ինչ պայմաններում են մերել, ինչի են մերել, նու ստեղ արդեն կարելի է աբսուրդի հասնել, ասենք, դեր զորի անապատում մերել են, թե ասենք կարող է պատահեմ երկու օքի փախել է կամ փսակվել է ճանապարհին այդ ոստիկանի, թուրք ոստիկանի հետ եւ չի մերել ուզողակի ազգանունա փոխելու եւ մամարազմ ասեք, դա նույնն է ոնց որ ասեց հիմա անուն ասեք առաջին համաշխարհայինում զոհված բաների, ասենք, չգիտեմ, ալբանացիների կամ որևէ սերբերի անունները, դա անհաշվելի է, որովհետև միշտ կան անհայտ կորածներ, միշտ կան դեզերտիրներ, միշտ կան ազգանունները փոխած մարդիկ, միլիոն բան կա, ասենք մի եկա բնակչությունս բնաջնջում, ոնց կարած դու իրանց անունները, ազգանները իմանաս։ Հələ մի բան էլ ավելացնեմ, ժողովուրդ ջան, 20-րդ դարի սկզբին շատ մարդ კი ազգանունը չի ունեցել։ Հա, իսկի դոկումենտացված էլ չի եղել։ Իսկի չգիտեն էլ նա իսկի նու հասկանում եք, չէ՞, ինչ իմաստ եմ խոսում։ Այդ արխիվ ասածները էնել Թուրքիայի նման հետամնաց երկրում։ Դա շատ խնդրահարույց հարց է եւ այդ թիվը իսկապես մոտավորապես է, մոտավորապես 1.5-ից 2 միլիոն, այդ տենց են ասում, ասենք կես միլիոն են կողմ, կես միլիոն էս կողմ, հա։ Բանը երկրորդ աշխարհամարտի ժամանակ ասում են քանի հայ է զոհվել, ասում են 250-ից մինչև 300,000, այսինքն 50,000 պլյուս մինուս է, 50,000 ժողովուրդ, 4,000 հոգու չափ մարդ գործեցին 44 օրվա պատերազմի ժամանակ, մինչև մի խելքի չեն գալի, ստե 50,000-ի մասին է խոսքը, հա դե լավ վաղուց է եղել, այսինքն դա հիմար խոսակցություն է, դա մարդկանց ապուշացնելու խոսակցություն է, բայց Թուրքիայի ուզածն է, ու սրանք իշխանությունը որպեսզի հաճանան, վաղը մյուս օրը սահմանը բացվի, առևտուրը սկսվի, խաղաղություն լինի, որը համընկնում է մեր ցանկության հետ, գնում են այդ քայլի, բայց հասարակությունը կանգնում է ոտի, մտավորականություն, գիտական բաներ, շրջանակներ, քաղաքական գործիչներ, երիտասարդություն, ինստիտուտներ եւ այլն, ասում են հոп, մի հատ հանգստացեք, դա հնարավոր չի եւ այդտեղից ելնելով, երբ որ իշխանությունը տեսնում է, որ հասարակությունը դրա հետ հաշտ չի, Ալեն Սիմոնյանը ինտերվյու է տալիս, ինչ որ մեր Բալտիկայից բաներ, ինչ որ մի լրագրող էր, ու ասում է, որ ոչ ոք չի ուրացել դրա, այո, որ դա ակնհայտ փաստ է, որ եղել է ցեղասպանություն, այո, բայց եւ այնպես մենք պետք է Թուրքիայի հետ ապրենք, մենք մեր պատմությունը ռևիզիայի չենք ենթարկում, Ալեն Սիմոնյանի խոսքերն է, չեմ ցիտում, բայց մոտարապես տենց է ասել։ Այսինքն իշխանությունը հասկացավ, որ հասարակությունը կանգնեց ոտի եւ հետ կանգնեց։ Այդ բա ասում եք, որ շի բան չի փոխվում։ Բա ասում եք, հա, ինչ էլ չլինի, մեկա որ շի բան չի փոխվելու, մեկա ինչ ուզելու են, անելու են, մեկա սենց ոնց աշխարհը ոնց եկել է, տենց էլ գնալտի, տենց չի ժողովուրդ։ Իրականում տենց չի։ Յուրաքանչյուրիցս շատ բան է կախված։ Ես իշխանության ցանկությունը հասկանում եմ, բայց չեմ ընդունում, ինձ համար դա ընդունելի չի, հա, թող ջայնան բացեն սահմանը, հորս ոտների տակ բացեն, այդ սահմանն էլ իրանց գլխով լինի, հա, եթե ես պետք է հրաժարվեմ բանից, իմ պահանջատիրությունից, որպես հասարակություն, ես համաձայն չեմ, միգուցե պետությունը որպես այդպիսին պայմանավորվի թուրքերի հետ,
որ մենք այլևս չենք սատար կանգնում այն գաղափարին, որ ցեղասպանությունը անպայման բոլորը պիտի ընդունեն։ Եղբայր, ձեր գործն է, այն որ եղել է մենք գիտենք, մենք պահանջատեր ենք, բնականաբար, բայց հարաբերություններ չենք փչացնում ձեզ հետ։ Բայց առևտուր անում ենք, ճանապարհը բացել կարող ենք, հա։ Եղել է, ոնց որ ասում եմ ես ներել եմ, բայց չեմ մոռացել, կամ մոռացել եմ, բայց չեմ ներել, չգիտեմ, ոնց կուզեք, հա։ Այսինքն դա պետության գաղափարախոսության եւ պետության նպատակը պետք է չլինի իշխանության, որ անպայման պետք է սաղ ընդունել, որովհետև սես թերնես բոլորը Թուրքիան կզծնելու համար կներեք ընդունելու են։ Թուրքիան չի ընդունի երբեք, դա պարզ է։ Որովհետև Թուրքիան պարտված կողմ չի։ Եթե գերմանացիները չպարտվեն, նրանք հրաների հոլոկոստը երբեք չէին ընդունի, պարզ է, չէ՞։ Չի ընդունելու։ Բայց թող բոլորը ընդունեն։ Ով գիտի մի օր մի բան կարող է լինել եւ այո, Թուրքիան ընդունի եւ կոնտրիբուցիաներ մուծի։ Կարող է, չգիտեմ, դժվար թե գնանք ասես սաղց Վանում ապրենք, հա, մենք ոնց որ ադրբեջանցիք չեն գա ստե բան Հայաստանում ապրեն, բայց ինչ որ գործընթացներ կարող են սկսվել։ Ուրեմն հրաժարվել չի կարելի։ Դրա հետ ես համաձայն եմ, որ չի կարելի ապրել հնի մեջ եւ միշտ բանակցությունների ժամանակ ասեն կողել թուրքերի աչքը, որ դուք մեզ ցեղասպանել եք, դուք մեզ ցեղասպանել եք։ Դրանից պետք է հրաժարվել, որպես պետության գաղափարախոսություն չպետք է դա լինի։ Դա չպետք է լինի պետության իմաստը, հա, ասենք, մենք պետք է լինենք ոչ թե ընդդեմ, այլ հանուն խաղաղության, հանուն գործարքների, հանուն առևտրի, հանուն նորմալ կեցության, բայց այդ չի, որ մենք անպայման պետությունը նրա համար ենք ստեղծել, որ թուրքերը ընդունեն ցեղասպանությունը։ Չէ, ժողովուրդ ջան, դա թուրքերի խնդիրն է։ Իրենք ունեն շատ մեծ խնդիրներ իրենց բանի մեջ, հասարակության մեջ, իրենց բանի ճանաչողության մեջ, չգիտեմ, իդենտիֆիկացիայի, դուք կարծում եք ինչի է մարա Թուրքիայում արգելված DNT-ի անալիզը, որը մեծամասնություն ընդ քրիստոնյա ժողովուրդներ են ապրել, ասենք հայեր են, հույներ են, եսին ինչեր են, ով ասես չկա, էլի ռուսներ են, հա, եւ այդ պետությունը ունի լուրջ խնդիրներ, որովհետեւ իրենք մարդասպանների, այսպես բաներն են, սերունդներ են, դա սարսափել, դա իրանց խնդիրն է։ Մեր խնդիրը դա չի։ Մեր խնդիրը սահմանները բացել ու առևտուր անելը։ Ժամանակին դրա մասին խոսել է Շարլ Ազնավուրը, ժողովուրդ։ Շարլ Ազնավուրը ասել է, որ այո, ես ցեղասպանության, այսպես ասած, բանն եմ, սերունդներից մեկն եմ, հա, երկրորդ սերունդ եմ, այո, սենց ես, բայց ես չեմ կարող ամբողջ կյանքս դա կողեմ թուրքերի աչքը ու ասեմ, որ ահան մենք թշնամիներ ենք։ Դու գիտեք Շարլ Ազնավուրն ինչ արեցին։ Ես հիշում եմ դա։ Թքեցին երեսին։ Դու այ բիձա, դու ինչեր ես ասում, դու ով ես որ տենց բան Շարլ Ազնավուրին հայերս, մենք արա ես ճիճուները, ասում են դու ով ես որ տես բաներ ես ասում, դու դավաճանել ես, դու հրաժարվել ես։ Հասկանում եք, եթե Շարլ Ազնավուրին ասեն, ուրեմն իշխանությանը կասեն, պարզ է։ Ես ինձ եմ ուզում, որ դուք ես ճիշտ հասկանաք հիմա։ Ես ոչ թե ուզում եմ հետ կանգնեմ այդ պահանջատիրությունից, որպես հասարակություն, որպես հասարակական կազմակերպություններ, որպես դպրոց, ինստիտուտ, մարդիկ ֆուտբոլի կաման, չգիտեմ, մենք երբեք դա չենք հրաժարվելու, ու գիտեք ինչ, Արարատից ոնց հրաժար, բացում ես պատոն, տեսնում ես, բայց հենց որ կոպիտ ասած թռանք դեմքներին, միանգամից գաղափարից հետ կանգնեցին։ Էլի փորձեր կլինեն, որովհետև դա թուրքերի ամենակարևոր հարցն է, սահմանը բացելու, բայց չնայած իստում այն ժամանակը չեն բացի, բայց դա ավելի շուտ իշխանությանն է պետք, հա, որ բացի, որ առևտուր լինի բան։ Էլի փորձեր լինելու են, փորձ, sense հոպ գցելու են մի հատ կուտ են տալու, ասեն կարող է պատահի всё же դոկումենտները բացեն կամ ես միջ ու էլի մենք կթռնենք դեմքներին,
եւ էլի այդ հարցը չի գնա առաջ։ Այսինքն կլինի այն ինչ որ պիտի լինի։ Այդ խնդիրները նաև օգտագործում է ներքին ճշտամին, այսպես ասած, այդ դրսի պատումները գեներացնելով, հա։ Ծիծեռնակաբերդի, ասենք, հուշարձանը բանը ռեմոնտ են անում, հա։ Ասած, ահան, վերջ փագեցին, վերջ էլ երբեք չէ, վсё, ուզում են հրաժարվեն ցեղասպանությունից։ Դե գիտեք, տեսել եք էլի, լսել ենք։ Այսինքն, մի քիչ խառը ստացվեց, բայց եկեք ամփոփելով ասենք, որ հասարակության ակտիվ մասի հասարակության կարծիքը երբեք չի կարող մնա անարձագանք։ Ես մի քանի անգամ դες արդեն բացատրեցի եւ ապացուցեցի, դա մեկ։ Եվ դրսից եկած եւ այն նարատիվները, այն խոսքերը, որոնք որ բուրըն էմոցիա են ձեզ մոտ առաջացնում եւ ապաթիա են առաջացնում, դա դրսից ներմուծված բաներն են, զենքերն են, որոնք որ խոցում են մեր սիրտը, ինքնասիրությունը, ազգային արժանապատվությունը եւ այլն։ Հասկացաք։ Էտա եւ երևի թե այսքանը, չգիտեմ, մի քիչ խառը ստացվեց, բայց խնդրում եմ մեկնաբանությունների մեջ գրեք ինչ է չհասկացվեց, միգուցե ամեն ինչ չէ որ ճիշտ եմ արտահայտել եւ ասեք ինձ։ Հա, իդեպ լայք դրեք, եթե ձեր դուրը գալիս է ինչ որ ես անում եմ, ամսի 21-ին մայիսի 21-ին խաղալու եմ Բրբանքում վերջի ներկայացումը Հայաստան գնալուց առաջ, դա բաննա, երաժշտական ջազ համերգն է, Տոմսեր Ticket Ticket-ում է, ելնելու է stage ջազ ռեստորանում եւ վերադառնում Հայաստան, ամսի 5-ին խաղալու եմ Կամերային թատրոնում Տարինց քեզ հետ, Սարի թատրոնը դեռ հլը չեմ սկսել սարքել, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր որ աջակցել են ինձ Սարի թատրոնը սարքելուն, QR կոդը ձեր էկրանին ունի, կարող եք էլի աջակցել։ Վերջ, շնորհակալություն, շատ խոսեցի, կներեք։ 2, 3, 4. Սերդ կտրի բալիկ ջան, մի զրա։ Mama John. Ես պասին աղթի չեմ պրծենը, հորից ես բան բացատ, այն կեզ բաներ ան։ While I'm alone, as blue as can be, I'll dream a little dream.